Պետք է արդարության սկզբունքը լինի բոլոր տեղերում, որ դու ворմորցույթին էլ մասնակցես, թե աշխատանքի ընդունվելու, թե որ ցտեղ իմանաս, որ հաղթել է խելացին, բան իմաց է արդյունավետ է, որ մարդը անտեսված չլինի։ Ես նորից եմ ասում, այսօր այս օրինենք հիմնական հարցով, որ մեր ասենք թե ճիշտ ընտրություն չենք կատարել։ Պետք է մարդը փորձառու լինի, մարդը սրտացավ լինի, չլուծվող խնդիր չկա։ Բոլոր հարցերն են լուծելի են, այնպես որ պետք է ճիշտ մարդիկ լինեն, իսկ այսօր այս վիճակին ենք, ժողովուրդ ջան, մեր ժողովուրդն է մեղավոր։ Մեղավոր են, որ պետք է մասնակցեք, գնաք ընտրության, պետք չի կռիվանել, պետք չի եղավ, այլ ընտրությանը գնաք ու ձայնը տուր, ում ես հավատում, իրական կյանքում այսօր ես նայում եմ դադարք ենքան են խոսում, մի հատ տուն չեն կարող պահել, խոսում են պետություն, ժողովուրդ, բարեկեցություն, այսօր հիմնական խնդիրը մարդը պետք է անցած ճանապարհ ունենա, արած գործ ունենա, որ լիարժեք նայելով մարդը իր խոսքը պահելա, իր խոսքը կատարել է, գործը կատարել, ինչ գործի ձեռենք մեկն է, լիարժեք դա իրականացել ենք, կազմակերպել ենք, արդյունավետ է եղել, ցանկացած գործ, ճիշտ մասնագետներ ենք դրել, կարողացել ենք այդ բոլորը կազմակերպել, այնպես որ մենք ծրագիրել ունենք, թիմնել ունենք, ծանոթությունել ունենք, կապնել ունենք, ցանկություններ ունենք ձեր ցավը տանեն, ոչ մի բան էլ կարիք չունենք, կարիք ունեմ իմ երկրի անվտանգության համար, իմ ժողովրդի բարեկեցության համար, ով կարանի իր ցավը տանեն, դռները բաց է, պետք է այդ մարդկանց հետ խոսենք, համոզենք, ամեն մարդ, որ այդ ոլորտը կարողանա ղեկավարի, հիմնական խնդիրը սա է, այսօր ասում եմ, սաղ վարկերի տակ, սաղ պարտքերի տակ, սաղ տուշ տուգանքներ դրած, այս մարդիկ ինչ պետք է անեն, լավ, պետք է ապրեն, թե չապրեն, հիմա սաղ ստեղ վարկի տակ չեք ժողովուրդ ջան։ Ես ինքս դա հտում եմ, ով է։ Ամեն մեկ տնից 2-3 հոգի վարկի տակ է, բայց լավ, ոչ գումանն է բարձանում, ոչ եսի ինչը, վարկը ոչ պետություն որոշում կայացա, դուք պետական պարտքը 1 միլիարդ ավելանա, բայց այս ամբողջ ժողովրդին 2 միլիոն 200,000 մարդ այս վիճակից կհանեն։ Այդ վիճակին է պարոն Ծառուկյան, ու վախենում են մոտենան, վախենում են ժողովուրդը, ինչից են վախենում։ Վախենում են, որ տղեն աշխատում է տղից կանեն, Աբովյանում, Կոտայքի մարզում 52 հատ պարետ գործից հանել են, որ մարդը քննություն էլ է անձնատեստացել, որ հերը իմ աշխատողն է, որ իմ աները իմ կողմնակիցն է, եղբայրը իմ կողմնակիցն է, հանել են, այսքս էտ է, Բարեկների ոստիկանություն։ Սանտագիա Վարկավաճ Հայաստան Կուսակցության անդամ են։ դրա համար է։ Չէ, պարետերին, այո, հանել են, մարդի հետ կապ չունի պարետը, բայց հերը 20 տարի մոտ աշխատել է։ Կարամ հասցնել ասեմ գնաց հարցնես, եթե ցանկանում ես։ Բարեկը, պարոն։ Բարեկ, այո։ Այս այլից հետո բան կարեք, ասեք։ Բարեկ, ասեց բարեկ։ Չէ, բարեկ եմ ասել, երբ ջան, բարեկ։ Մի հատ հաց կարելի է բան։ Ասեմ նոր, ուրեմն ամեն ինչը ման են գալի։ Ստորակետ, որ ասեմ, այդ ստորակետը դու լուրջ բան ունեք ասելու, այդ ցավը տանեն։ Մենք կողքնեն, ինչքան ուզում է թող ասեն։ Չէ, հարց ունեն ասացի մասին, որոշման մասին, ծրագրի մասին։ Թող տարա սխալ գտնեն, որ այս մարդը խոսում ես կողը մի բառից հայտակում լինի։ Դա դրան են ուզում ասել։ Օրինակ դեղորայքը։ Հա, դեղորայք հարց ասենք, թե ասելով ռեալ բան ունեն ասելու։ Խնդրեմ, եթե կարան հետս ասեն, որ սա ճիշտ չի ասել, ինչ որ ասել եմ, սաղ տեղին եմ ասել, այսօր ինչի կարիք ունի ժողովուրդը, ինչ անհրաժեշտ, ինչ պետք է արվի։ Այսօր հարկավոր է հաշվի առնել, մարդկանց մատից փուշ անել, մարդկանց հնարավորություն տալ, մարդիկ ուզում են աշխատեն, իրենց տունը պահեն։ Մարդը մեկ անգամ է ծնվում, մեկ ընտանիք կազմելով, ուզում է բարեկեցիկ կյանքով ապրի։ Կարում եք անեք, արեք, չէ կարում անեք, ձեր տեղը զիջեք, ձեր պատճառով մի ամբողջած պետք է չտուժի։ Արդեն տուժած, պարտված, խեղճացած կարգավիճակը։ Մի հատ էլ մնում է, որ ադրբեջանցիներին 300,000 բերեն ու ամեն ինչ պրծնի։ Ոնց Արցախ հետ եղավ, նույնն էլ Հայաստան հետ եղավ։ Պետք է մտածենք մեր երեխեքի ապագային Պարոն Ծառուկյան, այո։ Գիտեք, դուք Մակարյանցյան, մի հարց ես տալու գնում։ Դուք 2 օրը քարոզարշավ եք անում, 3 Երևանում, այսօր էստեղ, թե Կոտայքը չհաշված։ Այդ Կոտայքից հետո Փաշինյանը սկսեց թիրախավորել ձեզ, ձեր անձը եւ ձեր ընտանիքի անդամներին։ Այսօր էլ օրինակ ասել է, որ կարծեմ ապարանում, ասել է, որ Ծառուկյանի փեսայի առանձնատունը արդեն ժողովրդինն է։ Այս դրան ինչ կասեք, օրինակ ժողովրդինն է ձեր Կարապետ Գուլյանի առանձնատունը, ոնց եղավ որ վերցրեցին։ Ես այդ հարցը կարող եք իրեն տալ, ես նորից եմ ասում, հիմնական ամեն մարդ իր հզոր
ուրախորությունը իր ամեն ինչ իմանալով, այդպես մանր որոշում։ Եղբայր ջան, կա օրենք, կա կարգ, հարց կա բոլորն էլ այդ պատասխան են տալու։ Հիմա կտան, հունիսի 7-ից հետո կտան, որոշումը կայացրող, այդ որ սաղ բոլորը կային, որ մարդիկ պիվի փող եւ սիգարետի փող էին πάρք, այսօր միլիարդներով, 5 հատ ավտոներով, կանացով, դաջաներով։ Այդ մարդիկ աշխատե Գուլյանի Կանացել հետն էլ ավելացել։ կանացել է, այդ պատասխան են տալու, չէ ժողովուրդ ջան։ Հիմնական ասեք թե ին վրա են դրապոնի հարստացում։ Սաղ կյանքս աշխատել եմ, կոմունիստերի ժամանակ 89 թվին թղթերն ունեմ։ Օրը 1 միլիոն աշխատել եմ, ֆակտուրան էլ կա։ Աշխատող ստեղծող գիտեն։ Սենկից եմ սկսել, գալգոտկա եմ արել, կոշկի ցեղ եմ բացել։ Օգորդան Ձեր փեսայի տան մասով ինչ ապօրինի գույք էր որ կարողացան վերցնել թե ապօրինի գործընթացեր Ես խլեցին, ոնց է փաստաբաներին կարող եք դիմել, լիազեք բոլորը կասեն, բոլորն էլ իր որոշումների համար։ Դա կլինի դատախազ, դա կլինի դատավոր, ամեն մեկն էլ պետք է իր պահարացի համար պատասխան տա։ Օրենք առաջ բոլորը հավասար են։ Ինձ էլ էին դատել։ Հիմա արդարացրել են, դա ոնց է։ Դե թող պատասխան տա։ Պարզվեց դու կամ եղեք, այսպես ասած բալանչին ձեր փեսան Ես դուս եկավ։ էլի չեմ ուզում բացարձակ խոսեմ, ձեր ցավը տանեմ։ Ամեն ինչը չափ ունի։ Ամեն մարդ պետք է հասկանա ինչ է խոսում։ Ես նոր իմ մեծությունից ես ցած չեմ իշտում, լիարժեք ասում եմ, օրենքի սահմանում բոլոր քաղաքացիներ պարտավորեն օրքի առաջ Մի բանը ձեր որդու հետ կապված որ բերել են, չնայած տեսանք որ դատախազությունը դեռ 2025 թվականից պահանջում է որ Բելարուսը վերադարձնի չի տալիս։ Ինչու հիմա հիշեց, որոշեց, որ այն էլ է բառապաշարը։ թողում եմ ձեզ, դուք որոշեք, դուք ասեք, ձեր Ինչ որ ցավը։ ձև արձագանքել եք, թե Ես նույնպես եմ ասում, ինչ որ երեք արձագանքել եմ, իմ արձագանքը դա է։ Շնորհակալություն։